2025-ը ավտոշուկայում հեշտ տարի չէր։ Շուկան արագ էր փոխվում, հաճախորդներն ավելի պահանջկոտ, իսկ սխալվելու գինն ավելի բարձր։ Էկոմոտորսի համար սա մեծ որոշումների, կարևոր դասերի եւ ռիսկերի տարի էր։ Այսօր անկեղծ խոսելու ենք, ինչ եղավ, ինչ չաշխատեց եւ ինչ սովորեցինք 2025-ից։ Այսօրվա հյուրերն են Էկոմոտորսի 3 առանցքային մարդիկ, հիմնադիրը, ով պատասխանատու է մեծ որոշումների եւ տեսլականի համար, վաճառքի տնօրենը, ով ամեն օր շուկայի եւ հաճախորդների հետ է, եւ իհարկե ֆինանսական տնօրենը, ում ձեռքում են թվերն ու ռիսկերը։ 3 տարբեր տեսանկյուն, 1 տարվա պատմության մեջ։ Եվ այսպես առաջին հարցը 2025-ում որն է եղել այն պահը, որ 3-ը էլ համաձայն չեք եղել իրար հետ։ Ես պատասխանեմ հարցին։ Շատ են եղել դեպքեր, հարցեր, որոնց շուրջ մենք համաձայնության չենք եկել սկզբնական փուլում, բայց հետագայում քննարկումների արդյունքում եկել ենք այդ որոշումներին, որոնք իրականություն են դարձել։ Հա, իրականում ավտո առնելը իմ ու Արմենի ամենօրյա բանն էր, ինչ ավտոներ առնենք, մենք առանց Նարեկի տենց քննարկում էինք, ինչ ավտո ուշքա պետք է առնենք։ Վերջում Նարեկին ասում էինք, ինվոյսները տալիս էինք, ասում էինք Նարեկ ջան, դե փոխանցումները կազմակերպի ու տենց կռիվը սկսում էր։ Ամենաբարդ կերտը, չէ՞։ Մեքենաների առնելու մասով մի բան ասեմ, ուրեմն արդեն 200 հատ մեքենա ենք ձեռք բերել։ Իհարկե ես Նարեկը եւ մեր վաճառքի տնօրեն Նարեկի հետ համաձայնեցրել ենք 200 մեքենա ենք ձեռք բերել եւ 2 օր հետո Նարեկը իմանում է, որ եւս ես ու Նարեկը 180 հատ մեքենա ենք էլի առել։ Ու ասում է, այս ինչ է կանում, այս կան գումարներ, որտեղից ես փոխանցեմ եւ այլն, ասում ենք հանգիստ տեղի կփոխանցենք։ Իրականում իմ համար դժվար է ոնց որ հասցնել Արմենի ու Նարեկի որոշումների հետևից sense ասած։ Փորձում ենք։ Արմենն ու Նարեկը ռիսկ են սիրում, ոնց հասկացա։ Այո, ռիսկի։ Ես էլ եմ սիրում ռիսկի գնալ, բայց ասում։ Մի քիչ եկեք հələ։ Բայց թվերն ու ռիսկի դեպքում այնպես ենք էլի։ Եղել է այնպես, որ հաճախորդը արդեն վերջնական որոշի, որ գնում է մեքենան, սակայն դուք խորհուրդ չգնել։ Ոչ թե չգնել, այլ չգնել այդ մեքենան, որտեվ հա բնականաբար այդ մեր պարագայում ամենակարևորն է, որ մարդիկ ծանոթ չեն էլեկտրական մեքենաների տեխնիկական խարակտերիստիկային բնութագրերին եւ այլն։ Իրանք տենց մեր հայերը շատ են, չէ, հարևանի մորքուրի տղեն այդ ավտոից ունի, ինքն էլ պետք է ունենա բան, բայց լավն է, եթե ինքը ունի։ Հա, բայց երբ որ հասկանում ենք ինքը ինչ պայմաններում է այդ մեքենան վարելու, ոնց է շահագործելու, որտեղ է կայանելու, ինչ է անելու, ու չգիտեմ, ընտանիքի անդամները, ովքեր են ելնելու այդ ավտոյի այդ մեքենայի հետևի նստողները եւ այլն, այլ մոդել ենք առաջարկել, test drive արել, բերել ենք համեմատության մեջ, փոխել ենք ուրիշ մեքենա ենք տվել։ Օրինակ հենց հիմա Նարեկ ջան, մենք ներմուծել ենք մեր պաշտոնական ներկայացուցիչ մոդել, չէ, դուք նշես Dongfeng-ի մոդելը, հա, Floating Friday, որ հիմա գիտեմ, որ բավական մեծ քանակի հաճախորդների, ովքեր օրինակ գալիս են ստանդարտ Հայաստանում, չգիտեմ, BYD Song Plus են տեսել, դրանից են ուզում, ոնց որ Նարեկ ենք վաճառքի թիմը, հաճախորդներին ոչ թե մենք այն մոդելն ունենք, բայց ոնց որ առաջարկում են ձեզ ավելի կոմֆորտ, ավելի, չգիտեմ, երկար վարվող մոդելի տարբերակ ու այդ մոդելն է, քանի որ մենք պաշտոնական ներկայացուցիչ ենք հանդիսանում, երաշխիքային ավելի երկար ժամկետ ենք տալիս, սպասարկում, այսինքն հաճախորդը այդ մեքենան գնում է 5 տարի, թե 5 տարի կամ 200,000 կիլոմետր։ 5 տարի պատկերացրեք, ոնց որ մեքենայի հետ կապված խնդիր լինի, ինքը գիտի որտեղ դիմի։ Մեքենան էլ էլեկտրական մեքենա, որը լիքը հարցեր ունենալու մարդը դրա հետ կապված էլի։ Հիմնականում մենք առաջարկում ենք, որի պաշտոնական ներկայացուցիչն ենք, ավելի երաշխիքային սպասարկումը կարևոր է դերախաղում էլեկտրոմոբիլների մասով, որ երաշխիք ենք տալիս 5 տարի կամ 200,000 կիլոմետր եւ խորհուրդ ենք տալիս, որ ձեռք բերեն մեր պաշտոնական մեքենաները, քանի որ եվրոպական շուկայի ստանդարտների համապատասխան չափանիշներով է արտադրված։ Հետո գնացել են գործանում արտադրական process տեսել ենք, հասկանում ենք իրականում, որ ավելի որակով է, քան, չգիտեմ, նմանատիպ ուղղակի անուն հանած մոդել։ Ու փորձում ենք մարդկանց մեր համար ամենակարևորը այն է, ոչ թե որ այդ բային մեքենան ծախենք, այլ որ հետո այդ մարդը մեզնից գոհ լինի, որ ինքը անընդհատ չասի, ես ինչ ավտոխապին ծախին, այլ ասի, ես ինչ լավ ավտո տվեցին ինձ։ Այդ ավելի կարևոր է, քան այդ պահին
կատարվող գործարք։ Դրա համար մեր համար էլ է կարևոր ավելի լավ մեքենա վաճառենք, ավելի լավ մեքենա առաջարկենք հաճախորդին համատության մեջ։ Էկոմոտորս ընկերությունը համ մուլտիբրենդների մեքենաների սպասարկման խնդիրների լուծումը ունի, համ պաշտոնական ներկայացության խնդիրների լուծումը ունի Էկոմոտորս ընկերությունը, վերջը վաճառքից հետո նաև սպասարկումը ոնց որ բոլոր խնդիրների լուծումը ունենք։ Իսկ ինչ մոդել է հաճախորդը ձեռքաբերում, մեկը սպասարկումը մենք հետագայում անում ենք։ Դա ամենակարևոր ֆակտորն է։ Կարևորը Նարեկի ասածն է, ոնց որ հաճախորդին ճիշտ ոնց որ ճիշտ ընտրություն անի հաճախորդը, ճիշտ ուղղորդի։ Շատ լավ, իսկ կա մի ճշմարտություն, ավելի ճիշտ մի բան, որի մասին թիմը տեղյակ չի, օրինակ։ Կան այդպիսի ճշմարտություններ, որ թիմը տեղյակ չի ու մի քիչ սխալել կլներ, որ ամբողջ թիմը տեղյակ լիներ, օրինակ իմ մասով բավականին, չգիտեմ, ընկերության շրջանառության հետ կապված, թե հաշվարկների հետ կապված մեքենաների ինքնարժեքի եւ այլն շատ նուրբ հարցեր կան, որոնք իրականում անհրաժեշտ չի, որ թիմի անդամները իմանան։ Այնպիսի բաներ չկա, որ վերաբերվում է թիմի անդամներին, Էկոմոտորսի աշխատակիցներին ու իրենք չգիտեն, չէ։ Նարեկ ջան, հաջորդ հարցս ձեզ է ուղղված։ Հիշում եք մեր նախորդ զրույցին ասացիք, որ 10-րդ ամսի ամփոփմամբ 600 մեքենա եք վաճառել։ Ինչ կասեք 12-րդ ամսով ամփոփված արդյունքներում։ 12-րդ ամիսը դեռ ամփոփված չի, այսօր ու վաղը ունենք դեռ բավականին մեծ գործարքներ ունենք այս 2 օրվա ընթացքում ու ամփոփենք ստերեոթի հաջորդ տարվա սկիզբ, բայց նախնական տվյալներ կարող եմ ասել, որ տարվա վերջով վաճառքների թիվը դեկտեմբերի ամփոփ տվյալներով հասնելու է 700-ը, այսինքն այն իմ ասածը, որ օրական 2 մեքենա է վաճառում ընկերությունում, ուղի մեջ է 2025 թվականի վերաբերյալ։ Ավելին ասեմ, շրջանառության թիվը 2025 թվականին էլի նախնական տվյալներով կազմելու է մոտ 8 միլիարդ դրամ։ Շատ լավ է։ Այսինքն ոնց որ պլանս տալիս եմ, էլի, հա, ստացվում մի քիչ մի քիչ տենց 98-99%-անոց։ 2026 թվականին պետքա 2 անգամ գերազանցենք այս թվերը, վաճառքի թվերը։ Ես հավատում եմ։ Պետքա 1500-ից 2000 մեքենա վաճառենք եւ շրջանառությունը հասցնենք 20 միլիարդ դրամի։ Նարեկ ջան, լսեցի։ Կապի մեջ եմ։ Հիմա այն աշխատանքի շնորհիվ դուք կհասնեք սպասված արդյունքին, մի բան էլ ավել վստահ եմ։ Իսկ ինչ եք կարծում, 2025-ին Էկոմոտորսը ավելի շատ ռիսկի գնաց, թե պաշտպանվեց։ 2025-ին էլ 24-ին էլ 23-ին էլ Էկոմոտորսը գնացել է շատ ռիսկերի ու մեծամասամբ հաջողել է։ Եվ ինչպես ասում, ռիսկը գործի կեսն է, այո։ Ինչքան էլ այդ խոսենք արագությունից, ասում ենք արագ որոշումներ, դրա տակ լավ քննարկումներ ա դրվում, իհարկե չենք կարող այդքան բաց խոսենք, բայց ամեն ինչի տակ լավ քննարկում ա դրվում, Արմենի այդքան տարիների փորձը այդ ամեն ինչ ունենալուց հետո է ոնց որ մի հատ անցնում, անալիզ արվում, նոր կյանքի կոչում էլի ինչ որ որոշումներ։ Շատ լավ է, ողջունելի է շատ։ 2025-ին որ հարցի շուրջ եք ամենաշատը վիճել։ Դա արդեն Բացի էլեկտրոմոբիլների քանակի։ Ես ու Արմենը թե որորն ենք թռնում Չինաստան։ Ես ասում եի պիտի 3 թռածել նեինք, Արմենն ասում էր սպասի մի հատ բան ունենք, անենք գնանք, հետո նորից հետո վերջում եկավ ասեց Արմենը sense սպոնտանա որոշում կայացնում, նստացինք, ասեց զանգի հենց հիմա Տոմսերն առ, տենց զանգեցի Տոմսերն առանք։ Արագ որոշում։ Հաջորդ օրը թռան գնացինք, հա, տենց։ Քանի որ ես չեմ սիրում պլանավորել, թե երբ պետքա գնանք Չինաստան, ակնթարթորեն ասեցի նայեք։ Վաղը գնում ենք Չինաստան, Տոմսերը առնում ենք։ 26 թվականին այդ այցի արդյունքները արդեն մեր հաճախորդները, մեր գնորդները կտեսնեն շատ ավելի լավ, շատ ավելի նորավոր մեքենաներ ենք ունենալու, շատ ավելի լավ պայմաններով։ Արմեն ջան, գիտենք, որ Էկոմոտորսը խոշոր հարկատուների ցանկում է այս պահին, ինչ զգացողություն է դա։ Շատ լավ զգացողություն է, Սոնա ջան, քանի որ ես միշտ ուզեցել եմ, որ այնպեսի բիզնես անեմ, որպեսզի լինեմ խոշոր արկատուների ցանկում եւ ավելի շատ օգուտ տամ իմ պետությանը,
մեր հայրենիքին, ավելի շատ հարկեր վճարեմ։ Խոշոր հարկատուների ցանկում մենք երրորդ երամսյակի ամփոփ տվյալներով մոտավոր եմ հիշում, բայց 490-րդը պետքա լինենք։ Այս այն պարագայում, երբ որ մեր հիմնական շրջանառության մեքենաները, էլեկտրական մեքենաները, որ վաճառում են, իրենք ազատված են ավելացված արժեքի հարկից, նաև քվոտայից մաքսը չենք ազատվել։ Ընդամենը հեսա երկու տարվա ընկերություն, ով երկրորդ տարում արդեն հայտնվեց 1000 խոշոր հարկատուների 500 խոշոր։ Ես որ չիմանայի Eco-Motors-ի մասին, կմտածեի ամենակիչը 5-6 տարվա պատմություն, եթե անկեղծ։ Չէ, Մենք իրականում 2023 թվականի մայիսից ենք բացվել։ 2.5 տարի։ Թեկուզ 2.5 տարվա համար յանալի արդյունքներ են։ 1000 խոշոր հարկատուների ցանկում մեր մրցակիցներից էլեկտրական մեքենաների վաճառքով զբաղվող ընկերություններից առաջ ենք, մեզնից հետո 150-ով կամ ավելով երկրորդ տեղում գտնվող ընկերությունը ավելի հետ է։ Այս նույնպես ոգևորիչ մասնաբեր համար։ Ով ավելի քան 10 տարի շուկայում է։ Էդ էլ Դա այնտեղ իրենք չկան ոնց որ բեռնատարներ, նաև բենզինային շարժիչով մեքենաներ, այսինքն նույն շուտվանց են ավտո բիզնեսի մեջ։ Մենք նաև հիմա քանակային վաճառքով մենք հստակ ոնց որ առաջնային չէ, եթե չասեմ վստահ առաջին տեղում ենք, որտեղ մի քիչ հրապարակային թվերը Հայաստան չգիտես խի, բոլորը օրինակ քո նման են մտածում, ասում են չհրապարակենք, դες չես իմանում այդ։ Հա, ես ներքին ինֆորմացիա ասել առաջատար դիրքերում ենք։ Առաջատար դիրք։ Ուզում եմ ասել, եթե առաջին չենք, ապա առաջատար դիրքերում ենք, համեմատած նաև բենզինային շարժիչով մեքենաների վաճառք իրականացնող խոշոր ընկերություններին։ Բիզնեսը պատերազմ է, ամեն առավոտյան դու զարթնում ես ու պատերազմում ես։ Դրա համար պետք է այդ խոչընդոտները հաղթահարես ու անցնես առաջ։ Բնականաբար խոչընդոտ ամեն վարքյան կա բիզնեսում եւ ամենակարևորը, որ մենք ստրեսակայուն ենք եւ այդ խոչընդոտները ու խնդիրները, օրեկան հարյուրավոր խնդիրներ լուծելով անցնում ենք առաջ։ Շատ լավ, եւ իմ ամփոփիչ հարցը, ինչ պլաններ, ինչ ծրագրեր ունեք 2026 թվականի հետ կապված, որ կցանկանաք մենք կանխավ տեղյակ լինենք։ 2026 թվականին Սոնա ջան շատ անելիքներ ունենք, պետք է աշխատենք գիշեր-ցերեկ անդադար եւ լիքը նոր բրենդներ ունենք ներկայացնելու շուկայում, մի խոսքով անակնկալների տարի լինելու։ Այո։ Հասկանալի է։ 2020 կներես նարեկցիան 2026 թվականին ավելի շատ ըստ շեշտադրումներ ենք անելու կոնկրետ մոդելների, մեքենաների մոդելների վրա, որոնք ավելի արդյունավետ են հայկական շուկայում օգտագործելու համար, ավելի մարդկանց հարմարավետ են, որովհետև առաջի 2 տարիներին դժվար էր հասկանալ Հայաստանում մարդկանց համար որ մոդելն է ավելի ճիշտ, իսկ հիմա այս փորձը ունենալով նախորդ տարիների կարողանում ենք արդեն հստակ որոշումներ կայացնել ու հասկանալ հայաստանյան պայմաններում ու ըստ հաճախորդների ցանկությունների ինչ մոդել կարող է վաճառվել, որը ավելի էֆեկտիվ կլինի։ Դրա շեշտադրումներ կատարելով մոդելների վրա առաջ կգնանք, մարդկանց կներկայացնենք հոլովակների միջոցով, ֆիզիկապես երբ որ հաճախորդը մոտենա մասնաճյուղեր, այդտեղ մեր մասնագետները ավելի մանրամասն կներկայացնեն ու դրանից հետո արդեն հաճախորդը կկատարի իր 2026 թվականի էլեկտրական մեքենայի գնումը։ Դե իմ պլանի մասին հենց նոր բոլորս իմացանք։ Դա 1500 մեքենաներ։ Ես տենց արդեն պլանավորած գնամ այսօրվանից սկսես կոտնեմ իմ գործին, հա։ Ու սկսեմ 2020, չէ, իրականում կատակը մի կողմ շատ մեծ պլաններ ունենք, այսքան էլեկտրական մեքենա է Հայաստան եկել, այդքան մեքենան լիքը հետագայում գործեր ունի անելու, սպասարկվելու եւ այլն, ավելի շատ շեշտը կդնենք սպասարկման որակի բարելավման, ավելի նորագույն սարքավորումներով կհագենա մեր սպասարկման կետը, որպեսզի չլինի ոչ մի հատ մոդելի էլեկտրական մեքենա, որի հետ կապված մենք խնդրի լուծում չունենանք։ Ամեն ինչ անելու ենք դրա համար, որտեվ ամենակարևորը դա է։ Մի բան է էլեկտրական մեքենա վաճառել, մի այլ բան է այդ մեքենան հետագայում սպասարկել։
ու կամաց մեր հասարակության մեջ այդ գիտակցումը գալիս է, որ մեքենան գնելով դեռ չգիտեմ, գնային առումով $500 ավելի էժան գնելով դեռ իրանք չեն շահել։ Իրանց այդ մեքենայի հետ կատարվելիք աշխատանքները դեռ առջևում է ու վստահաբար արդեն շատ մարդիկ նայում են, որ լավ սպասարկում ունեցող ընկերության հետ իրանց գործը բռնեն։ Մենք էլ 26-ի հետ կապված մեծ պլաններ ունենք հենց կոնկրետ սպասարկման որակը բարձրացնելու ու շատ խնդիրներ լուծելու ցանկացած տեսակի էլեկտրական մեքենայի հետ կապված։ Այդտեղ մի բան, օրինակ գինը շատ էական բան է փոխում հաճախորդի մոտ։ Երբ որ ինձ հարցնում են նույն մոդելը ձեր մոտ արժի X գումար, այլտեղ արժի X մինուս 4 ասած $500 կամ $1000, ոնց որ մարդկանց ներկայացնենք, թե ինչի արդյունքում է, որ մեր գինը ձևավորված այդ արժեքն է ու մարդ մեր մոտ գնում անելով կարող է հետագայում ավելի օգտով դուրս գալ։ Դրա պատասխանն է հետաքրքիր դրա բնականաբար դա բոլոր հաճախորդներին ներկայացվում է, այսինքն երբ որ մի տեղից իրանք մեքենա են գնում ու ասում են մեզ ստեղել են 3 տարի երաշխիք տալիս, այդ երաշխիքի մասին բնականաբար իրանք, չգիտեմ, ուղակի բանավոր լսում են։ Երբ որ գալիս է հասնում մարդկանց ոնց օքեյ գնացել են ուշ բոլոր այն մարդիկ, ովքեր որ այլ տեղից էլեկտրական մեքենա են ուզում ձեռք բերեն ու գինը փորձում են համատեն մեր ընկերության հետ, հորդորում եմ, խնդրում եմ երաշխիքի կտրոնը պահանջեք, այն կետերը, թե ինչն է մտնում երաշխիքի մեջ, ինչն է սպասարկվելու, վճարովի է այդ ամեն ինչը թե անվճար, որտեղ մեզ մոտ մեքենաները 3 տարի կամ 150,000 կիլոմետր ամբողջությամբ սպասարկվում են անվճար, փոխարինվող հումքերը, նյութերը, դետալները ամբողջությամբ տրամադրվում են անվճար եւ փոխարինվում են անվճար։ Այսինքն շատ կարևոր է, որ հաճախորդները այլ ընկերություններին հարցնեն, այդ երաշխիքի բացվածքը տվեք, հստակ ասեք ինչ եք անելու այդ երաշխիքի ընթացքում եւ ինչի պատճառով կարա մեքենան երաշխիքի մեջ չլինի, որտեվ դա էլ է շատ կարևոր։ Հիմա համացանցում տարբեր ինֆորմացիաներ է պատտվում, թե ինչ անհեթեթ բանի պատճառով կարա մեքենան երաշխիքից դուրս գա, տոլերանտությունից ելնելով չեմ ասի, բայց վստահ եմ շատերը գիտեն, այսինքն հստակ ճիշտ եք, կարդացեք ձեր աչքով ինչն է մտնում երաշխիքի մեջ, դա անվճար է թե վճարովի ու հաշվեք, թե այդ 3 տարվա ընթացքում դուք այդ մեքենայի սպասարկման վրա իրականում ինչքան ծախսեք անելու։ Դա երբ որ աստված տա ու ոչ մի այլ խնդիր չլինի այդ մեքենայի հետ, ուղղակի սպասարկման վրա։ Երբ որ մարդիկ հաշվում են, երբ որ ես հաշվում եմ, թե ինչքան եմ գումար ծախսելու այդ մեքենայի սպասարկման վրա այդ 3 տարվա կամ 150,000 կիլոմետրի ընթացքում, պարզվում է, որ ես լմի բանել $2,000 ավելի էժան եմ այդ մեքենան վաճառում, քան առաջի հայացքից $1,000 ավելի թանկ վաճառված մեքենա։ Քեզ հասկացա, այսինքն Կված երաշխիքը էլ ավելի թանկ արժի, քան որ մենք վաճառում ենք մեքենան։ Գլխավոր ֆակտորը այդ իրական երաշխիքային սպասարկում։ Այո, որ մարդիկ պրոստը ֆիզիկապես համեմատեն։ Ես էլ առաջարկում եմ, երբ որ մեր մասնագետն առաջարկում հաճախորդին, որ մոդել ունի երաշխիքային սպասարկում, ուղղակի հաճախորդը այցելի մեր սպասարկման վայր, իր աչքերով տեսնի ինչ ենք անում, ինչ հնարավորություն ունենք, ինչքան պայստամասեր ունենք ներմուծված էլեկտրական մեքենաների, որ հետագայում մեր հաճախորդներին ոնց հասկանում նաև զեղչով ենք։ Բնականաբար, դա շատ կարևոր է, որովհետև ես ինքս, չգիտեմ, երբ որ ես եմ օրինակ վաճառք անում, ես անպայման, երբ որ ինձ համատում են, իմ մոտ համատում են այլ ընկերության հետ, ես ասում եմ դու ֆիզիկապես քեզ ուղեկցել են իրանց սպասարկման կետ, դու գնացել ես, տեսել ես ունեն այդ սպասարկման կետը, թե չէ։ Քո մեքենայի վրա տեղադրվող դետալը, գործանային օրիգինալ դետալ են դնելու, թե չէ, դրանք տեսել ես քո աչքով, համոզվել ես։ Մարդիկ կան ասում են չէ, ասում եմ դե մեր մոտ դա բաց թափանցիկ է, մեր սպասարկման կետ եմ ուղեկցում, ցույց եմ տալիս դետալները, ցույց եմ տալիս սպասարկման տեղը։ Մեզանից գնաց մեքենաները մարդիկ
իրենք էլ կպնդեն, որ ինչ սպասարկում ենք մենք տալիս, եւ իրանք անհոգ վայելում են մեքենաները, ոնց որ մենք մեքենաները որ վաճառում ենք երաշխիքով եւ խնդիրները մերն է, հաճախորդը արդեն իսկ գիտի, որ ինքը հուսալի ձեռքերում է եւ մեքենան վայելում է։ Խնդիրները մենք լուծումը տալիս ենք, ժամանակին սպասարկում ենք մեքենաները եւ հաճախորդների մեքենաները խնդիր չեն ունենում, բայց երբ որ այլ տեղերից առնում են մեքենաները ու գրեթե չեն սպասարկվում եւ խնդիրը արդեն վրա է հասնում մեքենայի էլ ավելի շատ գումարա ծախսվում մեքենան վերականգնելու համար, այդ ժամանակ նոր հասկանում են, թե պետք է վճարեին 500-ից 1000-1500 $ ավելի գումար։ Մի մեծական ասացվածք էլ կա, որ այժմ վճարողը երկու անգամ է վճարում։ Հա, կա նման բան, այսինքն նաև ոնց որ լուծում է նա, որ այն հաճախները, որ մեզնից են ձեռք բերել, իրանք փաստացի, սպայն արդեն 2.5 տարուց ավել սպասարկում են ստանում մեր մոտ ու կարող են իրենք փաստել մենք ոնց ենք իրականացնում սպասարկումը, ոնց է ստացվում, որ սպասարկելու ժամանակ եւ ծառայությունը եւ փոխվող դետալը անվճար է իրականացում։ Դե բնականաբար Նարեկ ջան, հենց այդ հաճախորդներն են մեզ այլ հաճախորդներ բերում։ Այո։ Մեր վաճառքների բումը եղել է այն պատճառով, որ ովքեր մեզանից մեքենա են ձեռք բերել, սպասարկվել են ժամանակին ու խնդիր չունեն իրանց մեքենայի մասով, այլ հաճախորդներ են խորհուրդ են տվել ու օրդել են դեպի Eco-Motors-ը։ Այդ համար էլ մի հաճախորդը մեր համար տասնյակ հաճախորդներ ա ներգրավել։ Հա, մեր հիմնական, ասենց ասած, հաճախորդ ներգրավող դա Սարավանի ռադիոն է, Հայաստանում ամենաուժեղ մեքենա վաճառելը էմոցիա է։ Մարդիկ իրանց հարազատներից, բարեկամներից, ընկերներից մի քանի անգամ ճշտում են, հետաքրքրվում են թե ավտոից, թե ընկերություններից ու մեր բարձր վաճառքի ցուցանիշը հենց նրանից է գալիս, որ մեզնից գնաց հաճախորդները չկա տենց մի հաճախորդ, ով գոնե մի հաճախորդ ներգրաված չլինի։ Էլ չեմ ասում, ես չգիտեմ, հաճախորդներ ունեմ արդեն 15-րդ հաճախորդն է իր անունից մոտենում ես։ Այսինքն սա ժամանակի ընթացքում սա մեծանում է, ինքը ձնագնդիկի էֆեկտ է։ Հա, հասկացա։ Պրոստը այն հաճախորդները, ովքեր առանց այտենց ուղղորդվելու են մտնում տարբեր ավտոսրահներ մեքենաներ նայելու, խոսքս իրանց է վերաբերում, որ հողի վրա երկու ընկերության առաջարկները դնեն իրար կողք ու ֆիզիկապես համեմատեն։ Իմ անել ավելացնեմ, մենք Eco-Motors-ը հիմնելով երկարաժամկետ ենք մտել շուկա եւ տասնյակ տարիներով լինելու ենք շուկայում եւ բոլոր մեր հաճախորդներին եւ նոր եկող հաճախորդներին երաշխավորում եմ անձամբ ես, որ ձեռք բերեք Eco-Motors-ից, քանի որ մենք շուկայում երկարաժամկետ ենք լինելու։ Մենք այսօր չենք անում մի բիզնես կարճ եւ անցնում այդտեղից գումար աշխատում, հետո անցնում ենք հաջորդ բիզնեսին ու տենց մի քանի բիզնես ոլորտների մեջ մտնենք։ Կոնկրետ Eco-Motors ընկերությունը երկարաժամկետ միշտ լինելու է հայաստանյան շուկայում։ Եվ օգտվելով առիթից մեր հայրենակիցներին ուզում եմ շնորհավորեմ 2026 թվականին առատության, լիության, երջանկության սիրո տարի լինի։ Ես էլ եմ ցանկանում միանալ Արմենի շնորհավորանքին, շնորհավորում եմ բոլորիս գալիք 2026 թվականի կապակցությամբ, մաղթում եմ առողջության, հաջողության, ձեռքբերումների տարի։ Դե ինչ շատ շնորհակալ եմ ձեզ անկեղծ զրույցի համար։ Թող 2026 թվականին ձեր բոլոր նպատակները իրական դառնան եւ ել ավելի մեծ հաջողություններ գրանցեք այս տարի։ Շնորհավոր բոլորիս գալիք ամանորը, ցանկանում եմ որպեսզի լինի այս տարի առողջության, երջանկության, նորանոր ձեռքբերումների տարի եւ որ անպայման այս տարի գնեք ձեր երազանքների էլեկտրոմոբիլը իհարկե Eco-Motors-ից։